Գեգան է ստացել գնդակը, փորձում է խաբս տալ, տեղափոխվում է կենտրոն, վտանգավոր է, խաբս է տալիս և բարձր է հարվածում։ Սա արդեն իրական գոլային պահ էր։ Իրական գոլային պահ Օրտեգայի կատարմամբ և ներողություն Ջունիորի կատարմամբ։ Ամեն ինչ արեց ֆուտբոլիստը, տեսեք, ուղղակի այստեղ Ուլիսի պաշտպանությունը կոպտորեն սխալվեց, տեսեք, 3 մրցակցի շրջանցեց 4-րդին, դուրս եկավ հարվածային դիրք ու հարվածեց բարձր։ Գնդակը Ջիկիային, նորից ստանում է և հեռվից հարված, վտանգավոր է։ Արմեն Տիգրանյանը փոխանցում, Արտյոմ Ադամյան հարված, գոլ, Ուլիսը բացում է հաշիվը, գերազանց գրոհ էր և Ուլիսը առաջ է անցնում հաշվի մեջ, ահա և հանգուցալուծում։ Տեսնում եք, ինչ գեղեցիկ գրոհ ստացվեց և ինչպես է Արտյոմ Ադամյանը գլխի հարվածով գնդակն ուղարկում մրցակցի դարպասը, տեսեք, գերազանց ստացվեց եզրային փոխանցումը և Արտյոմ Ադամյանը անկյունայինը։ Փոխանցում, Կրասովսկի հարված, գոլ և Ուլիսը հավակնում է արդեն, վստահաբար հավակնում է հաղթանակի Գեորգի Կրասովսկի։ Ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում մենք խոսում էինք այն մասին, որ շատ վտանգավոր է Կրասովսկին։ Երկրորդ հարկում նա կարող է եզրափակել գրոհ և խնդրեմ 2-0 անմիջապես փոխվեց իրավիճակը 6 րոպե դեռ պիտի նույնիսկ 5 րոպե, արդեն 40-րդ րոպեն է, վտանգավոր է հարված, Մալկով, գերազանց է խաղում Ուլիսի դարպասապահը, նորից Տուգանայինն են կատարում, հարված, Մալկովը գնդակը դուրս է անում անկյունային։